Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը կարևորագույն իրադարձություններից է։ Այս տարի այն առանձնանում է։ Մենք ունենք նոր գործադիր տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար։ Խոսքը վերաբերում Զարուհի Ազնավուրյանին, ով երկար տարիներ աշխատել է հիմնադրամում եւ իրականացրել է բազմաթիվ կենսական նշանակության ծրագրեր։ Հայաստան համայնքական հիմնադրամի տեղական մարմինները սփռված են ողջ աշխարհով։ Մենք ունենք 19 տեղական մարմին 18 երկրներում։ Այս պահին արդեն հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները եւ տեղական մարմինները պատրաստ են նիստին քննարկելու կարևորագույն հարցերը Հայաստան համայնքական հիմնադրամին վերաբերող։ Հայաստան համայնքական հիմնադրամի տարեկան նիստի ընթացքում քննարկվում է 2024 թվականի ծրագրային եւ ֆինանսական հաշվետվությունները։ Այս պահին ես նստած եմ Բրազիլիայի տեղական մարմնի ներկայացուցիչին, ով շուտով կքվեարկի Հայաստան համայնքական հիմնադրամի համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկվող թեմաներին։ Այս պահին կզրուցենք Ավստրալիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանի հետ։ Պարոն Լեփեջյան, ինչ կասեք, արդեն որերորդ խորհրդի տարեկան նիստն է, որ միանում եք մեզ եւ ինչ ակնկալիքներ ունեք հենց այս նիստից։ Այսօր արդեն 27-ը հոգաբարձուներու նիստն է, շատ հաջող երբով մնացած օրերը, որ կացինք հիմնադրամի ուղեկցեցանք եւ մեզի դարին սալազան հիմնադրամի իրագործած ծրագիրները տարբեր համայնքներում եւ շրջաններում հոյակապ գործ կատարված է, ժողովուրդը շատ խանդավառված է, մենք այլապես շատ ենք ուրախ, խանդավառված, որ հիմնադրամը լիովին կատարում է իրեն տրված բոլոր ծրագիրները, հուսանք, որ այսպես կշարունակի հիմնադրամը եւ ելեն կմաղթենք հաջողություններ ապագայի ծրագիրներում։ Այս պահին մենք կզրուցենք Հունաստանի ատենապետ Դանիել Ապիկյանի հետ։ Պարոն Ապիկյան, որերորդ տարին եք մասնակցում մեր խորհրդի նիստին եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Համահայկական հիմնադրամը շատ կարևոր գարույց է մանավանդ Սփյուռքի համար։ Միակ գարույցն է, որ բոլոր համայնքը միասին նստում է մի սեղանի շուրջ եւ քննարկում է մեր ազգին, մեր երկրին պետքերը եւ գարիքները։ Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, շատ շնորհակալ ենք եւ վստահ եք, որ շատ ջանք պիտի տպենք, որբեսի այս աշխատանքը շարունակվի եւ գոյատևի, որբեսի մեր երկիրը առաջ գնա։ Այս պահին մենք կզրուցենք ՀՈՄ-ի կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանի հետ։ Տիկին Քոչարյան, դուք շրջեցիք Հայաստան համայնքական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով, ինքներդ ականատես եղաք եւ ինչ կարծիքի եք հիմնադրամի գործունեության վերաբերյալ։ Ես չգիտեմ, թե ով է եղել աշխարհում առաջին բարերարը, բայց կարող եմ ասել, որ ազգային արժանապատվության անձինք են նրանք, ովքեր տեր են կանգնում իրենց ազգին, տեր են կանգնում իրենց հայրենիքին։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համահայկական հիմնադրամին, որովհետև այսօր իր ընթացքում ես տեսա նրանց կատարած աշխատանքները, որ ընդունելի եւ հաճելի է երկնային Տիրոջը։ Անչափ շնորհակալ եմ համահայկական հիմնադրամի բոլոր աշխատակիցներին։ Այս պահին մենք կզրուցենք Շվեյցարիայի ատենապետ Ավետիս Կիզիրյանի հետ։ Պարոն Կիզիրյան, կպատմեք ձեր տպավորությունները անցած օրերին, որ տեսաք ծրագրերը եւ ապագա ծրագրերի մասին ինչ կասեք, ինչ կուզեք, որ լինի ապագա ծրագրերում ներգրաված։ Ուրախությամբ խոսím, շատ տարբերություն կդա անցած դարվա վիզիտներս օրերին եւ հաջողություն կմաղթեմ գործադիր նորենին եւ կոլեկտիվին եւ մասնավորապես դեսնամ որ ինչ կան հարաճում կա եւ ուրախ եմ որ Հայաստանը ավելի դեպի առաջ կերտա իսկ ապակայի գործերը վստահությամբ աչքերնս կոց ինչ որ գործլա պիտի հաջողենք որովհետեւ ինչ որ երևալոր անգամ միևս ամբողջ կոլեկտիվը միասնապար աշխատին գոր մեկ ուժ, մեկ նպատակով։